Բայց գստես Ռոնի Ղարաբյանը Washington Capital-ից Այսօր կանդրադառնանք տեսեք կենտրոնական բանկի նախագահ Տիկին Ջանետ Ելենը հարցազրույց ունեցավ Սենատի հետ եւ այդ Սենատում ինչեր հարցան եւ ինչ ուղղություն տվավ արդյոք տոկոսները բարձրացնելու է ոչ արդյոք Դոնալդ Թրամփի խոսքերի հետ աշխատելու օրենքները փոխի ֆինանսավորման բանկերի օրենքները արդյոք հեշտացնելու են ոչ եւ ուրիշ նորություններ այսօր փետրվար 19 2017 թվականը Մատ զեկույցներից որ ամեն տարի անշուշտ տարբեր զեկույցներ եմ ձեզ միշտ ասում որ կախումնի տարվա որ ամիսը եւ որ շաբաթը մատ զեկույցներից որ անունը պաշտոնական CPI-ն ասում Consumer Price Index այսինքն ժողովուրդը փողը որ ծախսում են ուտելիքի վրա, էներգի վրա, էլի գազ կամ տունի գազը կամ գազոլինը մեքենա վարելունը կամ ուտելիքի ինչպես ասամ եւ դա ասում են տարբեր մեծ հաշվար կա եւ դա վրայից կարողանում են ասել որ էկոնոմին, այսինքն ժողովուրդը գումար ավելի ծախսում են բարձրանում է դե իջնում է շատ կարևոր մեծ կետերից է այս Consumer Price Index-ը ինչպես որ տեսնում ենք հունվար ամսվա համար մոտավորապես 6/10-րդի չափ բարձրացավ որ ընդհանրապես սա լավ նշան է ցույց է տալի inflation այսինքն սղաճ այսինքն թանկություն բարձրանում է եւ ամենից ուժեղն է որ ունեցել ենք վերջի 4 տարվա մեջ Labor Department-ի կողմից ինչպես ասամ, այս Labor Department-ն է բանանում, Bureau of Labor Statistics-ի կողմից են էսի հարցազրույց անում եւ էսի ասում են որ արդեն վերջի 12 ամսվա մեջ մոտավորապես այս ամեն հունվարին է մինչեւ հունվար ինդեքսը մոտ 2.5%-ի չափ բարձրացել է, որ ամենից երկարն է ու ամենից ուժեղն է ունեցել ենք մարտ 2012-ից մինչև այսօր օրինակ տամ ձեզի սա եթե նայեք 1997 թվականին CPI-ը որ այս նույնը որ ասում են որ մեջը մտումած տեղում շատ փոքր չէ կարող կարդալ energy-ն հագուստ apparel food gasoline ամեն տեսակ գազոլիներ new vehicles մեքենաներ food and home electricity food away from home այսինքն դեսում ռեստորաններում նաշը եւ տարբեր medicine care եւ այլն այսի ցույց է տալիս ժողովուրդը ընդհանուր միացյալ նահանգի ժողովուրդը փող են ծախսում այս տեսակ բաների վրա եւ ստա վրայից կարողանում են իմանալ որ սղաճը թանկուշ հիմա ինչու եմ ես ցույց տալի ձեզ 1997-ին մոտավորապես 2.6%-ի չափ այլ է եւ 2090-ին 2001-ին եթե հիշում եք որ սեպտեմբեր 11-ի հարվածն էր որ էկոնոմին մի քիչ crash արավ ժողովուրդ ձեռն պայլան այս ցույց է տալիս ժողովուրդը փողը որ ծախսում են իրաց գումարները եթե նայեք ցույց է տալիս երբ իջերա իջած ժամանակ ինչ այլում խանութները բիզնեսները վնասվում են ինչի որտեվ ժողովուրդը փող չեն ծախսում so եթե դուք խանութ ունեք եւ վարձ եք տակ եւ ժողովուրդը չեն գալի ձեզանից գնում անելու շոփինգ անելու ուզենք չուզենք վարձը տեղա եւ էսի պատճառայնում խանութը կողպվի bankruptcy file-ան եւ այլն հիմա այս խանութ ասելովը it could be տարբեր բաներ նույնիսկ education նույնիսկ դպրոց նույնիսկ հիվանդանոց չի նշանակում միայն ապրանքի մասին է եւ անշուշտ այս միջինը եթե նայեք 1997-ից մինչև 2007-8 մինչև 2008-ը մոտավորապես 2.3-ից մինչև 3.3-ի մոտերն այլ է, բայց 2009-ին որ crash-ն էր, որ բոլոր, ինչպես ասում են, բոլոր բանկերը, տուները, ամեն foreclosure-ները եւ այլն, այս 2009-ի մեկ տարվա մեջ նայեք մայնուս էր 0-ից իջել էր, այսինքն ժողովուրդը բացի որ փող չին ծախսում, դա համար ինչքան բիզնեսներ կորուստ ունեցան, ինչքան փողեր, ինչքան ժողովուրդ կորուստ ունեցան, որտեղ ոչ ոք փող չէր ծախսում, մեկ գործ չունին փող ծախսելու համար, ընդհանրապես out of jobs կամ եթե ունին վախենում են չին ծախսում, բայց հետո նորեն շարունակվավ, բարձրացավ 2015-ին Կարող եմ ասել մեջին իջավ էտել, որովհետև ընտրությունների հարցերն էր առաջ եթում, հիմա արդեն եթե նայեք հետա բարձրացել։
Ինչ է նշանակում հայրենակիցները ընդհանրապես ինչ եմ ուզում ասացել եմ այս քարտեզը չարտը նայելով տեսնում ենք որ ընդհանրապես ժողովրդի փող ծախսելը շատ կախյալ է վստահության վրա եւ այդ վստահությունը մեծ դեր է կատարում ժողովրդի համար եւ մեծ դեր է կատարում էկոնոմիստների համար լինելով կենտրոնական բանկը լինելով բանկերը իրենց որոշումները տալիս են այս տեսակի տեղեկություններ են տեսնում ես հիմա այս չարթը որ դրամ բոլոր ինչպես ասեմ հագուստ ուտելիք ռեստորան եւ այլն ամենը մեջներ էներգի գազոլին եւ այլն եթե ջոկ դնեմ ունեմ օրինակ այդ չարթեր ունեմ որ միայն ուտելիքինը ցուցատալի իշ տեսական միայն գազոլինին է եւ տեսնում եք որ տարիներ օրինակ ճամփորդության համար լավ այլ է որ տարիները ռեստորանների համար լավ այլ է որ տարիները եւ էսի ուղղություն ատալ ինչու որտեղ կենտրոնական բանկի նախագահ Ջանետ Ելենը որ սենատում էր 2 օր հարցազրույց ունեցավ անշուշտ տարբեր խոսքեր ասավ մեկ քիչ երկար այսօրվա լուրը իր մասին կփորձեմ հետևի ասել անշուշտ իրան էլ բիկել լսենք հետո ձեզ կթարգմանեմ բայց ամենից լավություններից մեկը էր որ ընդհանրապես ինքը շատ լավատես ձևով մոտեցավ էկոնոմի որպես նոր Դոնալդ Թրամփի ֆինանսավորման կամ ավելի շուտ էկոնոմի կարծիքների վրա ինքը խոսքեր ուներ ասելու օրենքները փոխելու է Dodd-Frank որ ասում են որ բանկերին խիստացրել են որ վարկտան ջեջտան դա համար խոսքեր ուներ ասելու եւ տոկոսները բարձրացնելու համար որ մարտ ամսվա մեջ իրան ժողովներ դա համար խոսքեր ուներ ասելու եւ ըստ վրայից այս բոլոր այս շաբաթը շատ կարեւոր շաբաթ էր ուրեմն նայենք մեր առաջին ռեպորտաժի իր մասին է եւ կփորձենք իրան լսենք եւ ես ձեզի կթարգմանեմ թե կարելի է առաջին ռեպորտաժը նայենք որ տավես բացատրեմ ուրեմն լսենք առաջ իրան I think market participants likely are anticipating shifts in fiscal policy that will stimulate growth and perhaps raise earnings, maybe tax cuts that will boost earnings. We've seen longer-term interest rates go up and the dollar strengthen, and that's consistent with expectations of an expansionary fiscal policy. Ուրեմն ասածներից մեկը այն է լուրերից այն է որ երբ որ նայեն ընդհանրապես ինչ-որ շուկան է սպասելիքը շուկային ինչա տեսնում են որ այո ավելի shift այսինքն փոփոխություն այլ է դեպի այս նոր օրենքները որ գրվում է եւ stimulate growth and raise այսինքն աճը արդեն տեսնում են որ շահագրգռված ձևի աճ է մոտենում բայց անշուշտ tax cut որ ասել է մեծ corporation tax-երը Donald Trump ասել է գտրի դա մասին դեր ասում maybe կարող է պատահի maybe raise earnings tax-ը կարող է բայց դա էլի էկոնոմիին boost կտա մատ ուժ կտա եւ այս անշուշտ երկարատև տոկոսները ոչ թե բան մարքեթի 10 տարվան ինչպես տեսնում եք մոտ 2.5% արդեն բարձրացել է դոլարի ուժեղությունն է եւ ըստ համար արդեն սպասելիքն է որ այս տարվա իրաց մոտեցումը լավ լինի անշուշտ խոսքերի մեջ մեր մյուս ռեպորտաժն է որ ինքը ավելի մոտեցավ հասկանալով որ օքեյ Թրամփի պայմանները որ Դոնալդ Թրամփը դրել է որ պետք է այս անեմ ինչ ազդեցություն է թողնելու կենտրոնական բանկի վրա եւ ինչ քայլ է վերջերս հիշում եք քանի ամիս առաջ ասամ կենտրոնական բանկը ասում է որ ինչ որ նախագահան ասի պետք է նայենք որ արդյոք մենք նախագահային կամանցացնելու ենք դե արագացնելու ենք մեր մյուս ռեպորտաժն է դա մասին նայենք Most of my colleagues decided that they would not speculate on what economic policy changes would be put into effect and what their consequences would be. Ուրեմն ասում ինքը եւ իր գործակիցները ասում որ որոշեր են արդեն որ չեն ենթադրի այսինքն որտեղ Դոնալդ Թրամփը առաջ մեզ ասում է ինչ էր անելու է բայց ոչ մի բան դեռ չի արել ասում դա վրայից չենք ենթադրելու անշուշտ այս անձնավորությունը հիմա տեսնում ենք հետ գամտան ասեմ դա իմ հետ սենատոր Փաթ Թումին էր որ մայիսը կարող է ինժեներս ասեմ Ստապանիստ վրա բացատրեմ հետո հետ կթանք ստեյք շարունակենք ուրեմն այս
Ջանետ Ելենի ասած ինչ էր, որ ընդհանրապես իրանք որպես կենտրոնական բանկ որոշել են եւ որոշում են տվել, որ չեն ենթադրելու, որ if speculate չեն անելու, որ օրենքները փոխելու են առանց այն որ տեսնեն Դոնալդ Թրամփի իր օրենքները փոխելու է ինչ օրենքներ է գրելու, որովհետեւ այդ գրվածների վրայից արդյունքի ինչ այլնելու եւ եթե տեսնեն որ իր արածը էկոնոմին օգտակար այլնելու տոկոսները կբարձրացնեն կամ բացի տոկոսներ ուրիշ պայմաններ օրենքներ եթե տեսնեն իր որոշումները տվածները խանգարում է էկոնոմին կարող է տոկոսը իջացնել ուրեմն ասում եմ մենք չենք կող որոշում տալի որ հիմա կողմից ասենք այո այս իր ասածը SSS անում է ուրեմն մենք էլ հիմա SSS ենք անում ոչ ասում ոչ մենք քայլ չենք վերցնի միշտ տեսնենք անշուշտ Ինչպես տեսակ այդ սենատորը մեկ քիչ առաջ ասում էր որ իր ավելի քննադատավ ասելով որ կենտրոնական բանկը on the surface ասի խոսալով մեկ բան ասում բայց խորքին ներքինը ուրիշ բան ասում խնդրեմ վիդեոն նայենք շարունակենք եւ ձեզի բացատրեմ ուրեմն կենտրոնական բանկի կողմից իրանց ասում են իրանց սպասելիքը 2%-ի չափ աճ պետք է ունենա հաջորդ քանի տարվա մեջ որ դա արդեն սպասելիքն է որ եթե 3 անգամ տոկոսները բարձրացնի 2017-ին 3 անգամ կարող է բարձրացնի մոտ 3/4 կարող է բարձրացնի տոկոսները այս տարվա մեջ եւ դա սպասելիքն է անշուշտ ուրիշ ստիմուլատորներ կա ուրիշ քայլեր կա որ պետք է վերցնի բայց մինչեւ այս Դոնալդ Թրամփի պայմանները չիմանան կոնկրետ ինչա դա համար այս տոկոսները չի բարձրացնելու մինչեւ տեսնի իրանց when we would take an action, whether it's March or May or June. Right. I know people are focused on that. I can't tell you exactly they are. Just so you know, they are. Which meeting it would be. I would say that every meeting is live. Ուրեմն ասում եմ կենտրոնական բանկի նախագահ Ջանետ Ելենն ասում է որ արդյոք ելնելու է ժողովրդոկոսները բարձրացնելու են մարտին կամ ապրիլին կամ մայիսին ասում է չենք իմանում որ երբ ենք բարձրացնելու եւ իրանք ասում են էսի միակ վատությունը ինչա որ ժողովուրդը նայում են եւ մեր ասացի վրայից են քայլ վերցնում եւ դա լավ բան չի որովհետեւ մենք չենք ասում հիմա կվանից բարձրացնելու ենք այլ նայելու ենք որ ինչա լինելու եւ պետք է բարձրացնենք դե ոչ բայց իր ասած են որ մարտ ամսվա մեջ հենվում են դեպի մարտ տոկոսը բարձրացնեն կենտրոնական բանկի նախագահն ասում է որ իրանք ավելի ուզում են որ չի ասում ուզում են բայց հենվում են այդ ուղղությամբ բայց շուկան ընդհանրապես չթելադրավ այդ իրականություն ասա կարծես որ շուկայի համարեն էր որ մինչև 25%-ի չափ համոզված են մարտին կբարձրացնի մնացածը այդքան համոզված չեն ինչ որ վերաբերում է Dodd-Frank օրենքը այդ որ բանկերի օրենքները գրվել որ պարտալու համար խիստություն են անում եւ Դոնալդ Թրամփը ասել է դա կփոխենք մասի խոսակցությունը դեռ չի ելե որ նորեն տեսա մեկը դրեր էր որ արդեն Դոնալդ Թրամփը ստորագրավ օրենքները հանան բանկեր հեշտացան ոչ հայրենակից են այտենց բան չի պատահի ուրեմն նախագահ Ելենը ասում է որ I agree համաձայն եմ որ օրենքները regulatory reform light օրենքները Dodd-Frank-ինը որ իր core principle իր բուն պայմանները փոխվի ոչ թե հանեն բայց փոխվի որ ասում է որ մեկ քիչ թեթևացնենք բայց թեթևացնելը այդ ծանրաբերությունը չի ուզում դնի որ սխալ մի բան դուրս գա բայց ընդհանրապես համաձայն է որ այդ օրենքները փոխեն անշուշտ մյուս կողմը սենատոր Էլիզաբեթ Ուորենը կա որ ասում եմ ինչ որ նայել է ուսումնասիրությունի են դրել պաշտոնական որ եթե այս օրենքները փոխեն լավ լսեք եթե այս օրենքները փոխեն ասում են նայել են հաշվարկել է պաշտոնական ասեն does not show much impact on lending or on bank profits from tougher banking
rules. So she's done it for Bejo. Ասում հաշվարկել են, նայել են եւ ուսումնասիրել են եւ որևէ ձևով չեն տեսնում, որ այս օրենքները փոխելով որևէ բանկ ավելի կշահի կամ որևէ մոկու ավելի հեշտությամբ ֆինանսավորություն կտան։ So այդ ուսումնասիրությունը արել են եւ տեսել են, որ ոչ մի արդյունք չի ստանա։ Մյուս լուրերից ունենք տուների մասին, եւ ինչպես իմանում եք, ասում ենք ընդհանրապես գալու է գարունը եւ գարնան բոլոր միասին նահանգների մասին է խոսքը, գարնան ավելի շատ տուները վաճառքի գալու, որտեղ ժողովուրդը մեծամասնությունը գարնան են ուզում առնեն, այլ փոխադրվել պատճառ են, որ իրենց երեխաների դպրոցների համար ուզում են, որ registration-ները, որտեղ սկսում է մայիս, հունիսին արդեն մայիսին կարող եմ ասեմ կամ ավելի շուտոտ ոմանք դպրոցներ կան, օրինակ հայկական վարժարները իմանամ արդեն փետրվարից սկսում են registration-ները անել եւ գարնան համար ուզում են փոխադրվեն հիմա նահանգից նահանգ, Նյու Յորքից Լոս Անջելես կամ Ֆլորիդայից Դիթրոյթ եւ այլն So եթե վաճառող եք Եթե you're a seller, վաճառողների համար սպասելը առավելություն ունի, որտեղ գնողների մեծ մասը այդ ժամանակ են առնում։ Այս որ ասում եմ ընդհանուր Միացյալ Նահանգների օրենքն եմ ասում։ Բայց ինչպես իմանեք, real estate-ը միշտ ասում եմ ամեն քաղաք, ամեն վայր, ամեն county կամ քաղաք իր անմիջական օրենքներն է թելադրում, կախյալ է իր անմիջական ժողովրդի վիճակին։ So օրինակ East Coast-ում, Washington, Minnesota, Cleveland, Wisconsin եւ այդ ցուրտ սառը ձուների տակ նահանգների մասին է խոսքը։ Փետրվար ամսվա մեջ այսօր մեկը տունը դնի վաճառքի, ոչ ոք չի եթալու այդ տունը տեսնի, որտեղ ընդհանրապես տունից չի կարող դուրս գա, որտեղ ձունի պատճառով կամ փոթորիկի պատճառով։ Ինչպես Լոս Անջելես այս տարի տեսնում եք, արդեն անձրևների քանակը ուզենք չուզենք չին չափսով խանգարում է։ Այո, այսօր ուրբաթ օրինձի մատ էջենտ էր հեռաձայնավ, ասավ այս կիրակի, որ այսօր է ելնում, անշուշտ ուրբաթին խոսում, սո եղանակը չի մանում կիրակի ինչ էր ելնում, ճիշտ է գրում եմ, բայց կարող է փոխվի, ասելով, որ կարող է անձրև ելնի, բայց եթե լուրջ գնող է, անձրևը չի խանգարում, իրան գալիս է։ Համաձայն չեմ, որովհետև եթե ես լուրջ գնող եմ, բայց պետք է երեխայիս կամ ընտանիքիս վտանգի մեջ դնեմ կամ անհանգստություն դնեմ, որ թամատունը տեսնեմ, ձեռն պակել եմ ինչով էլի։ Հիմա, եթե վաճառող եք եւ սպասեք մինչեւ գարուն, որ spring, ասելով որ դուք ձեր տունը վաճառքի դնեք, ձեր նմաններն էլ գալիս են վաճառքի դնելու, ուրեմն competition-ը որպես seller շատանում է, այսինքն փոխարեն 2 տունել վաճառքի 10 տուն կա վաճառքի։ So գնողի համար մեկ քիչ ավելի լավ է ելնում այդ վիճակը։ Նույնիսկ ասեմ բոլորին չի պատկանում, բայց ընդհանրապես մեծ մասը պատկանում։ Հիմա այս ով ինչ ցանկություն ունի տուն առնելու, լինելով տարբեր նահանգներում, տարբեր քաղաքներում, ուսումնասիրություն այլ է, եւ այս ուսումնասիրության վրա անդրադարձել են, որ տեղեր կա, քաղաքներ կան, որ mismatch են, այսինքն ինչ է նշանակում mismatch։ Նշանակում է, որ ես ուզում եմ 3 ննջասենյակ 2 լվացարանով 1500 square feet տուն 500,000-ով։ Ցանկությունս դա է, մեծամասնության մասին է խոսքը, ոչ թե մեկ հոգունը։ Եվ այդ տեղում, այդ քաղաքում եւ այդ նահանգում այդ մեծամասնությունը ինչա մանգալի, ինչա փնտրում, ինչա ուզում եւ մեծամասնությունը ինչ կա վաճառքի 2 տարբեր ուղղություններ են։ Հասկացաք ինչ եմ ուզում ասել, այսինքն իրար հետ համապատասխան չեն։ Եվ էսի խնդիրը արդեն մեծամասնություն ինվենտորի, այսինքն տուն վաճառքի քիչ կա ընդհանուր Միացյալ Նահանգների մեջ,
բայց նույնիսկ դրանք էլ որ կա համապատասխան չի ժողովրդի ուզածի հետ եւ եթե կարող եմ ես ձեզի ամիջապես ասեմ օրինակ Գլենդելում մեր գնողների մեծամասնության մասին է մեծամասնություն ասելով սխալ մի հասկացեք 25%-ը մեծամասնություն է ինչու որտեվ մնացած 75%-ը 5% էս ասում 7% են ասում 10%-ը բայց մեծ 25%-անոցը որ միջին իր 500-550 հազար բյուջեի մեջ է 500-550 հազար տուն գլենդել չկա հիմա առավելություն ունենալ արդեն տանք ընդհանրապես վազ են անցել ձեր են քաշել տուն մանգալուց եւ դա համար search-ի մեջ գլենդել ոչ ոք 500,000 էլ ման չի գալու որ 500,000 ուզում սկսում է թահանգա սանվալի մանգալ եւ դա համար նիսմաչի հարցը կա ուրեմն մեր մյուս վիդեոն ցույց է տալի մանրամասը ինչա պատահե ինչա պատահում եւ ինչ սպասելիք ունենք որ քաղաքներում այս միսմաչի մասին ուրեմն ուսումնասիրելուց հետո խնդրեմ մեր մյուս ռիպորտաժը նայենք որը ցույց է տալու supply-ները արդեն պակասա ինչքան պակասա որտեղում եւ էսի ուսումնասիրելուց հետո նայեն որ մոտարապես 27% search անողները, այսինքն 27% որ կոմպյուտերի վրա եթում են եւ ասում են ինչ տեսակ տուն են ուզում, որ starter home են ասում։ Starter home այսինքն առաջի տունը, միջին average մահ տունը, որ մենյանց առաջի տունը լինելով ասելով բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը, 27%-ը ասում են որ մոտարապես ունեն starter home են ուզում եւ իրանց մոտարապես 21% listing կա եթե նայեք ասում են որ 27%-ը ման են գալի հատուկ starter home-ի հետևից բայց միայն 21%-ը վաճառքի կա իրանց ուզածի համար այդ 6%-ը մեծ դեր է կատարում հակառակը ճիշտ հակառակը luxury home այսինքն թանկանոց տուներ մեծոտ տուներ ոչ թե starter home առաջի անգամը չէ luxury home-երը 44%-ը ուզում են որ 44%-ը ման են գալի luxury տունի հետևից եւ 55% իրանց համար listing-ներ կա քան թե 44%-ը so դա համար luxury տուն վաճառքի ավելի շատ կա քան թե բա հիմա այս mismatch-երը որ եթե նայենք տարբեր քաղաքներում օրինակ մի հատ լինելով Թեքսասում նահանգում Houston, Dallas, Fort Worth եւ San Antonio այս քաղաքների մեջ ամենաշատ mismatch-ը կա 10 քաղաք ընդհանուր Միացյալ Նահանգներում ամենաշատ mismatch ասելով ինչա օրինակ Հյուսթոնում մարդիկ բան են գալի $200,000 տուն 2 ննջարանով եւ այլն մեծամասնությունը մահ հատուկ բան ա ուզում բայց listing-ները լրիվ հակառակը Մյուսը, եթե նայեք South Carolina-ում եւ North Carolina-ում ներողություն, Charlotte Carolina-ում, էսի մյուս երկու քաղաքներն ա որ նորեն mismatch-ը եւ մյուսը Florida-ում Daytona Beach եւ Tampa Florida-ում, այսինքն փնտրողների իրանց ուզածը եւ իրանց listing-ները երկու հակառակ ուղղություն են ասենց ասեմ ձեզի օրինակ մյուսը ներողություն ասել ցույց տամ Greenville South Carolina-ի so North Carolina եւ South Carolina երկուսը էքստրեմներ են ինչ եմ ուզում ասածել եմ օրինակ դուք նորից եթե բացատրեմ հասկանաք թե Glendale-ում ասենք $700,000 տուն եք ուզում եւ ուզում եք հող ելնի 7000 square feet տուն ելնի 1500 square feet 3 bedroom 2 bath փուլով բայց ինչ որ ման է գալի ամենը $1 million են ամենը փոքր են կամ ամենը թանկ են ձեր ուզածը սկի չի գալի մարքեթը տան ասում են mismatch այս քաղաքներում եւ անշուշտ Minneapolis Minnesota Grand Rapids մյուս քաղաքներից է որ դա mismatch է հիմա որ դրանք լավ են ստանք որ տեսանք վատերն են այսինքն որ դրանք հիմա որ դրանք լավ են այո Los Angeles որ տեսնում եք սխալ մի հասկացեք Los Angeles New Orleans Memphis Tennessee Detroit Michigan Philadelphia ստանք այս քաղաքներում են որ իրանց համար ավելի luxury տուները այսինքն
թանկանոց տուները, թանկանոց ասելով, որ 700,000 լաքժրի են հաշիվանում այս բանում, լաքժրի տուների քանակը շատ կա, ավելի շատ են, so եթե դուք գնողներ եք ընդհանրապես, մանավանդ երիտասարդ գնողներ են եւ ուզում եք որ ձեր ուզածելի, այս նահանգը որ ցույց տվամ Los Angeles եւ այլն, you guys are in better conditions, ավելի լավ վիճակի մեջ եք, որ կարողանաք ստերանք տուն առնեք, որտեվ mismatch չի, ավելի ճիշտ է, քիչ ելնելը չի նշանակում mismatch, այսինքն եթե $500,000 տուն եք ուզում, օրինակ եմ տալիս եւ two bedroom ելնի 1200 square feet ելնի եւ այլն, եթե ման է գալի թահանգասան Sun Valley, այդ տեսակ տուներ դուրս է գալի, քիչ, բայց կա, քան թե ուզում եք 500,000 տուներ, բայց ամեն 1 միլիոն է դուրս գալի, երբեք, so այսինքն ուզածը կա, բայց քիչ, քան թե ընդհանրապես չկա եւ հակառակը ուրիշ բաներ կան, okay, այդ ձևով։ Մազ մարքեթը նայեմ ինչպես փակվավ, հետո տոկոսները նայեմ եւ ունեմ տեղեկություններ, մանավանդ taxes-ը, tax-երը ֆայլ բեկանեք, խնդրում եմ մի ֆայլ արեք, հետո ինձ հեռացանեք, ունեցել եմ հայրենակիցներ, որ շատ փոքր հաշվարկի պատճառով դժբախտաբար qualified չելան իրանց համար, որտեվ կանցեն tax-երը ֆայլին արե։ Եթե կարող եմ ինժեներից խնդրել, որ մենք նայենք մարքեթը ուրբաթօրը stock market ինչպես փակվավ, այո, Dow Jones-ը փակվավ մոտ 20,624 4.28 point բարձր փակվավ, S&P 2351 3.94 point շահ ունեցավ եւ Nasdaq-ը 5838 23.68 point-ի չափ շահ ունեցավ։ Գերմանական DAX-ը 11757 մոտ 22 point կորուստ ունեցավ, unchanged, անգլիական FTSE-ն 7299 22 point բարձրացավ, Nikkei 19234 112 point կորուստ ունեցավ, Shanghai-ը 3201 մոտ 27 point կորուստ ունեցավ։ Քարյուղահենակիցը մոտավորապես տեսնենք, այս հաստեն քանի շաբաթները կամ ամիսները մոտավորապես նույնն է, մոտավորապես 53.37 cent, այս էլ ինչու, որտեվ OPEC-ը եթե հիշում եք, production, այսինքն $26 էր, իջի անցյալ փետրվարին, եթե հիշեք 1 տարի առաջ, հիմա այս 1 տարի հետո մոտ 100% աճ է ունեցել, ինչու, որտեվ OPEC-ը համաձայնվավ, որ արտադրությունը պակսացնի եւ առայժմ տենց էլ պահեր են իրենց խոստումը եւ առայժմ պահերա քարյուղի իր արժեքները։ Ոսկին մոտ $5.60 իջավ $1236, արծաթը 9 cent իջավ $17.97 եւ պլատինումը $9.70 կորուստ ունեցավ $1630-ի։ Կարող եմ ասել եվրոն շատ մոտիկա ընդհանրապես փոփոխություն չի ունեցել, $1.06 1 եվրո է եւ անգլիական British Pound-ը $1.24.5 $1.25 1 British Pound-ը 10 տարվա treasury-ին հայնագործություն, որ տոկոսներն եմ օրինակ դամ ձեզի, ուրբաթ օրը սա 2.4 փակվավ, բայց չորեքշաբթի օրը մոտ 2.5-ի էր հասե, 2.5 էլ անցեր էր, եւ ինչ այլում այս 10 տարվա treasury-ին 30 տարվա fix վարկերը կախյալ են այս 10 տարվա treasury-ին, so ինչ այլում, երբ որ ասենք այս 10 տարվա treasury բանդը բարձրանում է, 30 տարվա fix տոկոսներն էլ հավասարաբար բարձրանում է, եթե ես իջնում այն էլ իջնում է, so մոտարապես կարող եմ ասեմ նույն տոկոսը նույնն է պահվել, շաբաթվա մեջ այո բարձրացել է, այսինքն վստահ ասեմ ձեզի, որ շաբաթվա մեջ ներողամիտ կենեք էսի, շաբաթվա մեջ անշուշտ բարձրացավ, հետո հետ իջավ բարեբախտաբար իջավ հասավ բանի։ Հիմա տոկոսներն եմ ուզում անդրադառնամ, բայց նախքան տոկոսները անդրադառնանք մատ եթե կարելի է երկու բան ասեմ, մեկ որ tax return-ների համար անշուշտ ամեն tax season, այսինքն փետրվարից մինչև մարտ, ապրիլ, մայիս, հունիս կարողացել ենք ամեն տարի այդ 4-5 ամսվա համար կամ 6 ամսվա համար օգտակար լինենք մեր գնողների համար։ Անցյալ տարի տասնյակ մեր հայրենակիցներից եւ այս տարի արդեն հիմա ոչինչ չելած 4-րդ
կամ 5-րդն է որ այս տեսակի վարկով կարողանում ենք համարները տուն առնել եւ ինչա պայմանը եւ էսի ժամանակավոր է որտեղ օրենքը փոխելու են եւ overnight են փոխելու անգամից կգրեն ու գվերջանա so as long as քան թե կա օգտագործեք ուրեմն մեկ տարվա tax return-ի մասին է խոսքը եթե դուք tax return-ը file չեք արի այսի ասում եմ իրանց համար որ self employed են իրանց անձնական գործ ունեն եթե ձեր անձնական գործ ունեք բացի FHA-ի մասին չի խոսքը ոչ FHA-ի մասին է խոսքը Freddie Mac-ի կողմից ոչ Fannie Mae-ն էլ ունի բայց այդքան ես Fannie Mae-ի վրա չեմ հենվում քան թե Freddie Mac-ին է որտեղ փորձառության վրայից տեսնենք որ Freddie Mac-ի արածը շատ ավելի ճիշտ է դուրս գալի եւ շատ ավելի արդյունքը տեսնում ենք ուրեմն ծրագիրը ասում է 2 տարվա բոլոր ծրագիրները բոլոր ֆինանսավորման ծրագիրը ասում է 2 տարվա աշխատանք պետք է ներկայացնես եւ 2 տարվա եկամուտի թուղթերը հիմա ուսումնասիրենք ինչ հաշվարկներով տարբերություն չի անի բայց Freddie Mac-ը այդ ծրագիրի որ ունի 2 տարվանը որ երբ որ մենք process ենք անում երբ որ այդ լրի ֆայլը աշխատանքը տանում ենք վրան եւ հաշտում ենք այդ կետի որ credit-ը գումարը asset-ը ամենը նկատի ենք առնում եւ այսի անցածում ենք բջջային կոմպյուտերի միջոցով կարողանում ենք այդ պրոգրամի այդ ծրագիրի մեջ անցածնելով մեզի Freddie Mac-ը approval-ը տալի որ այս անձնավորության համար միայն 1 տարվա tax return ինձի տաս բավարար է սա եւ դա վրայից կհաշվարկեն եւ approve կանենք եւ loan-ը վարկը կտանք Ինչու որովհետև դա որ approve անում, so եթե դուք այսպես tax return-ները ձեր file անեք, եթե օրինակ 2015-ին է շատ լավ չի, 2016-ին որ պետք է file անեք, օրինակ ասեմ 5000 ամիսի եկամուտ պետք ունենք, օրինակ եմ ասում, որ qualified են, կամ առնում են, կամ refinance են անում, կամ cash out են անում, տարբերություն չի անի ինչ տեսակ եք վերջնում So երբ որ հաշվարկում ենք տեսնենք մեզ approval-ը տալիս է ասենք ուրեմն դա վերա կարող ես այդպես file անես երբ որ ես file անես օրինակ ամիս 5000 պետք է տարին ելում է $60000 $60000 դուք մաքուրը ցույց տաք ես իրանց համար իրանց անձնական գործ ունեն այդ $5000-ն ելում օգտագործում ենք եթե 2 տարվա էլի եւ նորեն 5000 պետք ունենք բայց եթե 1 տարին միայն 10000 ես file արել փոխարեն 60 Այս տարվանը պետք է 110,000 ֆայլ անես, որ 110,000 plus 10,000 120,000 բաժանեն երկուսի էլ ամեն մեկը 60,000 So ինչքան tax շահում եք եթե են So նախքան ֆայլ անելը խնդրում եմ հարցրեք եւ հետեւեք Ու մեկ բան ինձ շատերը որտեղ ժամանակ չեմ անում ծրագրի մեջ ասել commercial loan-երի մասին է լինելով shopping center office buildings, warehouse-ներ, առնելու կամ refinance առնելու, մանավանդ SBS Small Business Administration-ի կողմից, ինձ շատ են հեռացանում, որ չի մանում եք, չի մանում եք, կարող եք օգնել, անշուշտ անում ենք commercial division-ը մեր բավականի ուժեղը բավականի պատրաստություն ունենք նամանավանդ SBA loan-երի համար, so commercial-ի կողմից հողով անշուշտ ոչ թե առանց հողի բիզնես լոների մասին է So tax return-ը խնդրում եմ ինչպես ասամ նախքան ֆայլ անելը կարող եք մեզի ուղարկեք մենք ուսումնասիրենք մանավանդ թե 1 տարով է լինում չէ ես ասում եմ ոչ FHA-ի մասին է խոսքը FHA չէ Մատ ուրիշ պայմաններից ես հիմա ինչու եմ ասում որտեվ այս փորձաշու շաբաթվա մեջ տեսնում եմ զգում ենք մեր հայրենակիցներից փորձում եմ ձեզ թելադրեմ դու կարող ուրիշները կան նույն պայմանների տակ են գնում։ Մեկը լինելով որ արդեն քանի անգամներ ասել եմ, ուրեմն մեծամասնություն մեր հայերը շորցելներ եք ունեցել։ Եվ այդ շորցելները առել եք օրինակ ուրիշի անունով է տունը, ասենց ասած, հիմա ինչպես է հասցետ է գործ չունենք։ Եվ ուզում եք ձեր անունով հետ փոխեք եւ խոսքեր այլ է որ դուք ձեր անունով չեք կարող հետ առնեք, չեք կարող refinance անեք, չեմ ամի Ոչ, այդպես բաներ չկա։ Սենց ասեմ ձեզ, եթե ես այսօր ի վիճակի չեմ, գործերս լավ չի եւ տունս foreclosure եմ անում եւ bankruptcy եմ file անում եւ շատ վատ է եւ շորցել եմ անում եւ անցավ։
Դուս եմ գալի նստում եմ մեքենա, ստովագրում եմ բանկին, ասում փող չունեմ, նայեք, այս tax return-ս ամենը կորուստ է, I have low income, I have no money, ոչինչ չունեմ ու հաջողություն։ Նստում եմ մեքենա, դուրս եմ գալի, այդում եմ քշերը 7-Eleven կայնում եմ, լատրին եմ առնում, առավոտը ջնջում եմ, 15 միլիոն փող շահամ, I'm a millionaire now։ Բանկը գալու է քեզ ասի, դու ինձ tax է չուստա փող չունես, պես ինչա, ասի հետո եմ արուստացել, հետո եմ փող ստացել, այն ժամանակ չունեմ։ Արդյոք սխալ բան կա տա մեջ, բոլորովին, ուրեմն, եթե դուք այդ ժամ շորցելներով ներկայացել եք որևէ թուղթեր, կամ modification-ով կամ շորցելներով կամ ինչ այլն եւ այլն, չի նշանակում հետո չեք կարող փող աշխատեք, հետո չեք կարող փող ունենաք, հետո չեք կարող ի վիճակի ելնեք։ Այն ժամանակ պայմանները այդ այլ է։ Ուրեմն հիմա կարող եք տուն առնեք, կարող եք refinance անեք, կարող եք ձերանով անշուշտ կարող եք։ No one can say no։ Եթե մանավանդ 3-4-5 տարի անցերա վրայից։ So ոչ ոք չի կարող ոչ այ։ Մանավանդ ինձ ասում են լսացել որ եթե ուզենամ առնեմ, պետք է ինձ իմանով փոխեմ, պետք է առնեմ իրանից sales ցույց տամ, escrow, no։ Կարող եք refinance անես առանց այն որ առուվաճակ ցույց տան, անշուշտ այս այն տան մասին ու մեջը բնակում եք։ Եթե մեջը չեք բնակում, պետք է որ առուվաճակ ցույց տան։ Բայց առուվաճակ ցույց տանը չի խանգարում, ինչ որ կոչվում է պաշտոնական, ասենք կան кейսեր, որ չեն կարողանում refinance ցույց տանք, պարտավոր են առուվաճակ ցույց տանք, այնել ասենք երկու cousin-ներ, երկու հորեղբոր երեխաներ կամ մորքուրի երեխաներ իրար մեջ առուվաճառք են անում եւ շատ նորմալ ընդունելի է։ Նույնիսկ ասում, այս պայմանները, օրենքները շատ կան, տեսակներն է շատ են։ Ինչու եմ ասում, որտեղ շատերը նորեն նստում եք հարևան բարեկամ ընկերներ ամեն մարդ իր կարծիքներն է ասում, կամ իրաց փորձառությունով են ասում, չի նշանակում սխալ է, այլ պարզապես այդ իրանց համար էլ օրինակ ուրիշ տամ ձեզի, ես էլ կարող հետաքրքիր նոր մատ հայրենակից հեռացան հավասար որ ուզում refinance անեմ, ինչքան կենի ծախսես։ Մանրամասերը խոսացին եւ այլն, ասամ օրինակ այսքան կենի ծախսել։ Դա ասում են ինձ ասել են ծախսես կենի վարկից 1%-ը։ Okay, այդ որ քեզ ասել է կենի վարկից 1%-ը։ Իրանից հարցրես իր վարկը ինչքան է։ Կարող է վարկը 750,000 էր եւ 1% կենի $7,500։ Արդյոք վարկը այդքան մեծ էր։ Արդյոք վարկը 400,000 էր, 1% էլ $4,000։ Արդյոք վարկը 100,000 էր, 1% էլ $1,000։ So վարկի 1%-ը սխալ արտահայտություն է, որտեղ չիմանալով վարկի չափսը ինչքան է։ So եթե վարկը 1 միլիոն է $10,000, կլինի refinance-ի ծախսը։ Եվ եթե 100,000-ը միայն $1,000, ոչ։ Անշուշտ ոչ։ So այդ ժողովրդական խոսքերը ճիշտ է, զրուցում եք տալի իրար հետ, բայց հաստատելու համար որ այս մարդը ճիշտ է կամ սխալ է, չեմ ասում սխալ է, իր փորձառությունը է թելադրել, կարող է փոշոք իրան չի ասել որ այ եղբայր էս պատճառը 1%-ը, որտեվ քո պարկը դեսքան է, պարկը փոխվել, տոկոսային հարցը։ Ուրեմն մասնագետների հեռացայինեք եւ հարցրեք եւ ոչ թե մեհատ մասնագետի 3-4-5 մասնագետի մինիմում 3-ի, որ միջինը բռնես, որ օքեյ գիտես 5-8 հարցամ 4 ասան կենի $3,000, մեկը ասում կենի $1,000։ Ումին է ճիշտ, անշուշտ մյուս 4-ին է կամ մեծամասնությունին է։ So ուսումնասիրելը, հարց ու փորձանելը շատ լավ բան է եւ օգտակար է ելնում ինչու, որ դիմացինը քեզ ինչ ասի, գոնե նույնը լսած ես, so ավելի վստահորեն կարող ես մոտենաս այդ անձնավորությունին, որ գործները երկուսին դել հեշտ լինի, քան թե հեյ ասես վախենալով որ այս մարդը ճիշտ ասում, սխալ ասում, ճիշտ ասում, սուտ ասում։ So ավելի լավ է ուսումնասիրությունները անեք եւ մեծամասնության վրա ուսումնասիրություններ անեք, որովհետեւ վրայից կարող ենք ճիշտ որոշումներ տալ։ Ուրիշ խնդիրներից որ լսում եմ, նորից էս էլ պատկանում անշուշտ չեմ ուզում ասեմ եղբայր բարեկամ հարևանը տաս մասին է խոսք է եթում, բացի տանից կան նույնիսկ professional-ներ են, որ սխալ կարծիքներ են տալի կամ սխալ ուղղություններ են տալի եւ շատ են լսած է։ Ես օրինակ այն օրը մատ
շատ մտերիմ ընկեր ունեմ, որ ինքը այլ պատճառներով ստանից քանի տարի առաջ bankruptcy հարցեր այլ է, որ հետո եմ ես իմացել եւ երբ որ անդրադարձամ ինձ պատմավ ինչ այլում, տեսա որ իր փաստաբանը լրիվորեն սխալ, ես ինքս փաստաբան չեմ, բայց այդ օրենքները 100% իմանում եմ, որ լրիվորեն սխալ information-ը տվել է բանստավորիչի պետք է չուներ bankruptcy file անելու եւ իր արդյունքն չստացավ անելուց, որտեղ սխալ էր։ Ուրեմն փաստաբանի հետ հանդիպում եք 3-4 հատ փաստաբանի հետ խոսացեք։ Հաշվապահի հետ հանդիպում եք 3-4 հատ հաշվապահի հետ։ Օրինակ հաշվապահական բանը այն օրը նորեն մատ ունիմ հայնակից, իր հաշվապահն իրեն խորհուրդ է տվել, որ եթե վարկը քո անունով է, բայց տունը քազնի անունով է եւ քազն դա payment-ները վճարում, ուրեմն այդ անձնավորությունը, այդ հորեղբորը տղեն կամ աղջիկը կարող է tax-երի մեջ ինքը ներկայացնի եւ դու չներկայացնես։ Առաջինը ոչ, օրենքը ասում է, որ ումի անունով որ վարկնա, այդ անձնավորությունն էլ պետք է tax-երի մեջ ներկայացնի։ Արդյոք շատերը խախտում են այդ օրենքը անպայման։ Is there a problem? Ով է իմանում, ռիսկի հարց է, որտեվ օրենքը մեկ բանը չի կարես freeway-ի վրա։ Այսօր freeway ինչ արագությամբ է կարող եթակ, գրած է 55 miles per hour, 55-ով։ Ամեն մարդ 65-ով եթում է, անշուշտ եթում է, բոլորը թիքեթ առնում են, ոչ։ Հասկացեք ինչ եմ ուզում ասել։ So նույնը էս պայմանի տակ, բայց օրենքը որպես պաշտոնյա, որպես professional, որպես մասնագետ, ես մեկ է ձեզի ասեմ, օրենքը է սա ասում, հիմա քո գիտնալիքն է, կուզես այնպես չէ ժումանես, որտեվ այո, շատերը անում են get away with it, չի խլա, բայց օրենքը ճիշտ է դա, so չի կարող այդ հաշվապահ սխալ օրենք թելադրի, ասի չէ կարող ես անես, օրենք առաջ թող ասի, ասի որ էսի օրենքն է, հետո դու կարող ես որոշում տաս ինչ ես ուզում անես, ոստեղ մեծ կարևորություն է կա։ Տուների համար նախկինում որ ասել եմ investment-ի համար շատ էր արդեն քայլերը վերջեր են, շնորհակալ եմ, արդեն քանի հատ ունենք, որ մենք քանիսը offer-ները գրել են։ Հիմա վերջի անգամ ես դեզի օրինակը տվամ Palmdale-ի մասին, որ ասեմ օրինակ Palmdale-ում եթե տեղյակ չեք ինչ է կատարվում, ասենք օրինակ եթե $200,000 մատ 3 նինջա սենյակ տուն առնեք եւ դնեք 60,000, որ 30% կանխավճարայելում, payment-ները ձերը tax-ով ամեն ինչով կլինի մոտ $1,100 եւ էսի կարող եք վարձու տակ մոտ $1,700 կամ $1,800, մոտ $700 կարող է ձեզի շահ տոնի 60,000 ներդրում կատարելով եւ Այս 700-ից էլ եթե հեռուչան պատճառով չեք կարող, կարող ենք management-ի տակ ամիսը $200 management-ի եք տալի, ընդամենը կարող եք $500 շահավետ ելնեք ամսական միայն 60,000 ներդրում կատարելով եւ դա մեկ օրինակ կարող եք առեք 4 հատ, 5 հատ տուներ եւ բոլորը նույն պայմաններով վարձու տակ, եթե ասենք 4 հատ առնեք ամեն մեկի վրա 60,000, որ 240,000 այլում հիմա եթե line of credit ունեք, կարող եք line of credit-ի վրա քաշեք, քիչ-քիչ կամանց առնեք։ Եթե $500 ձեզի թոնի, $2,500 ձեզի փող է թոնելու։ Եթե 240,000 դուք այսօր invest անեք, 240,000-ի payment-ը որպես down payment է մաշվում, եթե տունի վրա եք քաշում, շատ էլի տարբերությունը կարող է էլի $1,200 $2,500 շահավետ ստանաք եւ ոչ մի փող չեք դրա, ամենը պարկով այլում։ Ձևերը կան, հեռախոսով դժվար է, ինձ հեռացանում եք շատ մանրամասի եք անցնում, ամենակարևորը պետք է ձեր qualification-ը նայենք, որ ինչ հնարավորություն ունեք, որտեղ փող կա, որտեղ չկա։ Շատ կարևոր է ճիշտ մենեջերի եւ ասում ճիշտ մենեջերի շենքի մասին չի խոսքես, ձեր գումարները, ձեր նյութականը, ձեր վիճակը ճիշտ պետք է մենեջերի, եթե սխալ մենեջերի սխալ պատրաստություն տեսնենք, հետո վնաս կա։ Իմանում ժամանակ արագ անցում, ինչքան ժամանակ ունենք, եթե կարելի է այսօր ժամացույցը չխառնվա իրար, օքեյ, ժամանակ ունենք, ուրեմն ես մի հատ պետք է անդրադառնամ, որ տոկոսները ինչ այլ է, եւ այդ տոկոսների վրայից կարող եմ ման այն տոկոսներն որտեղ հասել, դա կշարունակենք։ Ուրեմն 30 տարվա fix 3% միայն down payment ունեք, եւ առաջի անգամ first time home buyer ելնեք,
424,000 վարկ, մինչև 424,000 վարկ, այս տոկոսը հիմա ձեզ ցուցադրում եմ, այսի 350,000 վարկի օրինակա եւ 741 credit score-ի օրինակա, 3% կանխավճար եւ տունը բնակելի house տունի մասին է խոսքը, ոչ թե unit-ների մասին, այսօր եթե առնեք 4% 1 point-ով 4.125 0 point-ով, սա PMI-ով այլում։ Առանց PMI ուզենակ 4.5% 1 point-ով, 4.6 0 point-ով, այսինքն հայնագի, առանց PMI, առանց point-ի 3% կանխավճար, մինչև 424,000 4.625, I think it's a good լավ տոկոս է։ Եթե միայն 5% equity ունեք, այսինքն ինչ, այսինքն տան արժեքի, այսինքն ձեր տունը, ձեր պարկն է 380,000, տան արժեքն է 400,000։ Հասկացաք, 400,000 տան արժեքն է, 380,000 պարկն է, կամ 500,000 ձեր տան արժեքն է, 475,000 ձեր վարկն է։ Եթե այդքան տարբերությունը քիչ է, եւ չեք կարող refinance անել կամ FHA ունեք, կարող եք առանց PMI-ի վերաֆինանսավորեք 4.25 առանց PMI-ի 1 point-ով կամ 4.5 0 point-ով մինչև 424,000 առանց PMI։ Մեր 30 տարվա վարկերը մինչև 424,000, այս օրինակը եթե ունենա 20% down payment, 741 credit score լինի, տունը առնելու համար ասա եւ ամենից քիչը ունենակ $350,000 վարկի օրինակ ասա, ձեր տոկոսը կենի 3.875 1.25 point-ով կամ 4.125 0 point-ով 25 տարվանը հայնակիստեն ունենք չի ուզում տարիները կորցնի, ոչ մի refinance անեմ նորեն առաջուց տարիները կորցնեմ 3.875 1 point-ով 4.125 0 point-ով 20 տարվանը հայնակիստեմ 424,000 3.625 1.4 point-ով 3.875 0 point-ով անդրադառնում եք, չէ, երեքների մեջ եմ ասում բոլորը, այսինքն նշոր 7-8 եմ ասում, բայց more կասեմ, այսօրվա տոկոսները 7.5 է, գլսեք, երբ ով է իմանում, բայց առաջ մեզ երեքների մասին եք լսում 424,015 տարվա fix 3% 1.4 point-ով 3.25 0 point-ով չմոռանաք, ստանք բոլորը ասում եմ 741 credit score-ի մասին է եւ առանց cash out-ի տունը առնելու համար մեջը բնակեք 10 տարվա fix-ը 2.75 1 point-ով 3% 0 point-ով 424-ից 636,000 նորեն 20% կանխավճար ունենաք 741 credit score լինի house տունելով մեջը բնակում եք 4.125 300 point-ով 4.375 0 point-ով 20 տարվան հայրենակիցեր 4.125 1 point-ով 4.375 0 point-ով 15 տարվանը 3.25 300 point-ով եւ 3.5 0 point-ով։ Չի նշան point-ը պետք է ամեն անգամ 1 լինի հայրենակիցեր։ Դες պետք չէ 300 էլ ունենք 1-ից պակաս եւ պատասխան 1.25 է, 1.4 էլ ունենք։ So չի նշանակում միշտ պետք է 1 լինի, կարող է 2 լինի, որտեղ որ ձեռնատու լինի ձեզի կասա։ Օրինակ, այս պարագայում FHA-ին է, մինչեւ 424,000 3.20-ին միայն կես point-ով։ Ոչ 300, ոչ 1 միայն կես point-ով։ 3.375 միայն 0 point-ով։ 5 տարվա fix FHA-ը 2.875 1 point-ով։ Մեր FHA high balance են ասում, այսինքն մինչև 636,000 միայն 3.5% կարող ես կանխավճար դնես 3.375 1 point-ով 3.75 0 point-ով։ FHA առավելությունները ինչ է։ 1 credit score կարող է 580 լինի, որ նորմալ տունի պարագայում պետք է 620 լինի։ Այսի կարող ես միայն 3.5% կանխավճար դնես, որ նորմալ պարագայում ջամբոյի վրա պետք է մինիմում 10% դնես, եւ 10% 620 էլ չի ընդունի, 680 պետք է սկորտ լինի։ Սա կարող է 580 կարող է լինի։ Եկամուտը շատ ավելի քիչ է պահանջվում։ FHA-ն շատ առավելություններ ունի։ 4 unit եթե առնեք եւ FHA մինչեւ $1 միլիոն 5% միան կանխավճար դնեք
3.75 այսօր լս առանց point-ի որտեղ կա որ աշխարհի որ երկրում կա որ $1 միլիոն քեզի վարկ տան $1 միլիոն եւ միայն դու դնես 5% կանխավճար $50,000 եւ քեզի 3.75 չարժ անեն դες բան գոյություն չունի Jumbo որպես մեծ super jumbo այսի 70% հարաբերություն, այսին 30% կանխավճար 4.125 մեկ point-ով։ Հայնակից ենք մեր տոկոսներն են, ինչպես տեսակ որ տոկոսները դեռ առաջ մեզ լավ են լիստինգները ամեն անգամ ուզում ցույց տամ, կարծեմ ժամանակ չի ելնում, կարծեմ 3-4 րոպե ունենք, okay 3 րոպե ունենք, կարող ենք երկու հատ արագ ցույց տանք, ուրեմն եթե կարելի է մի հատ ցույց տանք Այո, սա Burbank-ում townhouse-ը, 2 ննջասենյակ 3 լվացարան, եթե նայեք ստեղում listing number 1, այս listing թիվերը շատ կարևոր է, մաքուր վիճակի մեջ է $489,000, Homeowner Association-ը $450 է, 1307 square feet է եւ 2 bedroom 3 bath շատ մաքուր վիճակի մեջ է, բավականի լավ մեծ տուն է լավ մաքուր վիճակի մեջ է նայեք խոհանոցը նայեք գետիները լողավազան ունի եւ այլն it's a good neighborhood Burbank-ի լավ թաղամասներից է it's a good house ափսոս է good condo եւ square feet-ը մոտ $374 is not bad եւ բալկոնի մեծությունն ու սիրունությունը Մյուսը Encino, ինչու եմ էսի ցույց տալի Encino 1768 square feet է, բավականի մեծ է, մեն տունի չափս է եւ շատ մաքուր վիճակի մեջ է, սիրուն ռիմադելած է, Homeowner Association $400 է, նայեք խոհանոցի վիճակը, շանդելիրներով եւ այլն, աստիճաններով, գետինի մանրատախտակները, շատ մաքուր վիճակի մեջ է։ Square feet միայն $325 եւ private garage-ն ունի, շատ մոտիկ է, ասեմ Encino-ի լավագույն թաղամասներից է, so Encino-ին շատ բան մի նայեք, այսինքն շատ հարկի քաղաք է Encino-ն։ $575,000 but for what you get, այսինքն 1700 square feet այս վիճակի, այս մաքրության տուն is not a bad deal թիվ 2-ն է Encino-ում։ Սա դուսից նա անշուշտ։ Թիվ 3-ը North Hollywood ասելով էսի արդեն Toluca Lake-ին մոտ է, այսինքն շատ մոտիկ է Toluca Lake-ի, այսինքն շատ կամիջով հասեք Lancashire, պաշտոնական North Hollywood-ը, բայց արդեն Toluca Lake-ի մոտ է։ 3 ննջասենյակ 3 լվացարան, տեսեք NoHo District-ը գրում ընդ Central AC-ով 2006-ի շենքա 1540 square feet շենքն է, Homeowner Association միայն $172 է, եւ 370 per square feet asking price $550,000 La Canada-ի fixer ասելով որ մաքուր տուն է, բայց հին է, պետք է վերանորոգվի 1869 square feet շենքն է, 16000 հողամասն է, La Canada-ում է 4 bedroom 2 bath $1 million, it's a good deal, էսի պետք է վերան աշխատանք է, էսի եթե լավ վիճակի մեջ են, մաքուր վիճակի մեջ են, կարող եմ ասեմ մոտավորապես $200,000 ավելի թանկ էր, դե ոչ ավել, գոնե $300,000։ Ինձ ասում են ժամանակը մեր վերջացել է, դժբախտաբար չեմ կարող բոլորը ցույց տամ, սա էլ ակրսեն թարման, բայց լիստինգները ունենք անշուշտ, բայց նախքան ձեզ լիստինգ ուղարկենք, պետք է pre-qual լինեք, պետք է որ qualified լինեք։ Եվ վերջինը չմոռանամ, եթե դուք տուն ունեք վաճառելու, unit, շենք, apartment building, office building, ինչ որ ունենք, մենք ունենք buyer all cash, cash-ները ձեռը maximize պատրաստ են առնելու to the maximum price available նախ արժեքի կողմից չեն ուզում արժանոտելնի միան չեն ուզում այդ խաղի մեջ մտնեն որ կամենը չէ max price-ը համաձայն են վճարելու ունենք որ շատ ինվեստորներ են ոչ թե արժան են ուզում այլ գլխացավը չեն ուզում եթե ունեք որևէ տուն վաճառքի եւ չէ մտածեք վաճառելու ոչ թե այսօր այլ երբ որ ելնի հերաձայնեք մենք սիրով ձեզի կարող ենք այդ դնենք եւ աշուր մեր package deal-երը հիշացնեմ եթե մենք ներկայացնում ենք ձեզ տունը առնելու եւ օգնում ենք ֆինանսավորման ձեր ֆինանսավորման ծախսը closing cost ասած հասկացողությունը մենք բոլորը կարողանում ենք ձեր համար փակել եթե ներկայացնում ենք ձեզ տունը առնենք եւ ֆինանսավորումն էլ անենք այդ ձևով ստանք որ ասում եմ պարզապես savings-ն է որ մենք
փորձառության վրա ես տեսել եմ, որ մեր հայրենակիցներին տասնյակ հազարներ սեյվ այլում, նամանավանդ արժեքներով բարձրանում է, փոխարեն 7-10,000 closing cost-ի համար դնի, այդ 7-10,000-ը purchase price-ի վրա է դնում եւ շահավետ այլում։ Շատ շնորհակալ եմ բոլորիցս, որ հետևում եք իմ ծրագրերը, լավ weekend ունենաք, հանդիպենք ձեզ մյուս շաբաթ։ Տեսություն։